Ամենամուլտիպլիկացիոն ողջույնները գույների աշխարհից իմ շատ սիրելի տաղանդավոր փոքրիկ հեռուստադիտողներ։ Եթերում իհարկե մուլտիպնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը։ Իհարկե իմ փոքրիկ բարեկամներ, ձեզ ողջունում եմ իմ ետևում գտնվող ձեր սիրված բոլոր մուլտիպլիկացիոն հերոսները, մեր մշտական լավագույն բարեկամները, ապաչիները, ապաչի ընկերությունը իր քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, արևածաղկի սերմերով, չիփսերով, կրեկերներով, աղի ձողիկներով, էլ որ ասեմ, նախաճաշիկներով եւ իհարկե մարշմելոներով հանդերձ 3 համի Քերի Մուլտիկնիկը համեր է հորինել, այսպես ասած, ջիացանի համով, ամպիկի համով եւ արևի համով մարշմելոներ սիրելի փոքրիկ բարեկամներ։ Համ տեսեք, նաեւ գիտեք, մարշմելոները ունեն կախարդական ուժ, ասում եք կախարդական խոսքը, այլ բուլտան, մարշմելոներից համ տեսում եք եւ ձեր նկարած նկարը շատ գունեղ ներկում։ Օ, ողջույններ էլի կան։ Ավելի ճիշտ, ողջույն։ Այ այս տեսախցիկի ետևում մեր ժամապահ Քերին է ձեզ ողջունում, այ թատիկով է անում սիրելի փոքրիկներ ձեզ։ Քերին միշտ բարի է, մեզ եթերային երկար ժամանակ է տալիս ձեզ հետ, որպեսզի նկարենք մի հետաքրքիր մուլտիպլիկացիոն կերպար։ Ձեր սպիտակ թղթիկները, գունավոր մատիտները, ռետինե ջնջոցը, սև կախարդական մատիտը պատրաստ պահեք։ Տեսեք ինչ ենք նկարելու։ Մեր փոքրիկներից մեկը, մշտական հեռուստադիտողներից մեկը, Արսենը 6 տարեկան, խնդրել է Քերի Մուլտիկնիկին, որ ձեզ սովորեցնի եւ Արսենին իհարկե սովորեցնի նկարել ցանկապատից նայող փնթի խոզուկին։ Այսպեսի վերնագրով առաջադրանք է տվել։ Եկեք վերնագիրը նորից ընթերցեմ։ Ցանկապատից նայող փնթի խոզուկը։ Նաեւ առաջադրանք մրցույթ ապաչիների կողմից։ Գրում եք ցանկապատից նայող փնթի խոզուկը։ Նկարելուց հետո դուք երկար ժամանակ ունեք։ Մի գեղեցիկ փոքրիկ հեքիաթ պատմություն եք հորինում ու արկում Քերի Մուլտիկնիկին, իհարկե մեր հասցեում, վերջում կասե։ Լավագույն հեքիաթ պատմության հեղինակը եւ իհարկե լավագույն նկարների հեղինակները կհրավիրվեն Քերի Մուլտիկնիկի կողմից իր տաղավար, կստանաք ապաչիներից եւ կնկարանվեք Մուլտիկնիկ հաղորդումում։ Կարծում եմ բոլորդ կցանկանաք, բայց լավագույն 3 նկարի ու պատմության հեղինակները։ Պատրաստ եք, չէ՞։ Արսենի խնդրանքով նկարելու ենք մի հետաքրքիր վերնագրով հերոսի ցանկապատից նայող փնթի խոզուկը։ Ինչ ենք անում իմ փոքրիկ բարեկամներ։ Ես աջ ականջից եմ սկսելու նկարել։ Կնկարենք այսպիսի ականջներ, լայնատերև ականջներ, բայց երևի թե աջ ականջը մի փոքր այսպես կծալենք, թևիկները ցանկապատից կախված մի հետաքրքիր խոզուկ կնկարենք։ Դե մի քիչ էլ կեղտոտ։ Այստեղ ուրեմն, այս մասում իմ փոքրիկ բարեկամներ այսպիսի մի պատկեր ենք նկարում։ Սա կլինի ծալված ականջը, ակունքն է ուզում ասեի։ Տեսեք, հիմա ճակատային մասն ենք նկարելու, գլուխը եւ մարմինը, իրար կպած կլինեն։ Հետո այս ականջի չափով լայնատերև այստեղ մի մեծ ականջ կնկարենք։ Ականջին պարտադիր խորություն ենք տալու, այսպես։ Մուլտիպլիկացիոն ականջ ենք նկարում, հասկանալի է, չէ՞։ Այստեղից կշարունակենք արդեն գլուխը, մարմինը ու կանգ առնենք։ Ինչ ենք անում իմ փոքրիկ բարեկամներ։ Վերնագրից պետք է հասկանանք, թե ինչ պետք է անենք։ Ես սկզբից բացատրեցի թաթիկներով այսպես կախված, կճղակներով խոզուկի։ Սկզբից ծալված թաթիկները կնկարենք, հետո նոր ցանկապատի տախտակները, այսպես։ Այստեղից կոր գծիկով, ուշադրություն, տեսեք որտեղից եմ նկարում, աջ ոտքն ենք, դիմացի աջ ոտքն ենք կամ ձեռքերը, ինչպես ուզում եք անվանեք, կնկարենք։ Եթե այստեղից ուղիղ գծիկով անցնենք ու կճղակները նկարենք, կանգ առնենք։ Այստեղից էլ ուղիղ գծիկով կգնանք դեպի աջ, հետո ոտքը կկլորացնենք, շատ լավ է։ Հիմա հայելու նման հակառակ նկարելու ենք
ձախ ոտքը, դե կամ ձեռքը, ինչպես ցանկանում եք այդպես էլ անվանեք։ Այստեղից կոր գծիկով կանգ եք առնում, նկարում ենք, հետո կճղակը, գծիկը շարունակում ենք, այստեղից էլ շարունակում ենք, վերջ, շատ լավ է։ Կկլորացնենք, կճղակները կառանձնացնենք 1, 2, այս ուղիղ գծիկը շարունակում ենք եւ աջ եւ ձախ։ Ուշադրություն, այսպես եւ այսպես։ Հիմա եթե տախտակների բաժանեմ 1, 2, կարող է մի փոքր ծուրտիկ լինի, ոչինչ։ Ինչ ենք անելու փոքրիկ բարեկամներ։ 5 կոպեկանոց քիթիկն ենք նկարելու այստեղ, այս մասում։ Ուշադրություն, տեսեք քիթիկը ինչպես եմ նկարում։ Քթանցքը ձվաձև 1, 2, շերտիկ ձախակողմի հատվածում 1, 2, աչքերը բարդ չենք նկարի, ուղղակի 2 կլորիկ սևիկներ կանենք փայլիկով։ Այստեղ ուշադրություն, 1, փայլիկը դեպի ձախ, մյուս աչքը մի փոքր վերև կնկարենք, այսպես 2, փայլիկը դեպի ձախ, ունքերն էլ 1 եւ 2, լավ է, եւ զարմացած բերանիկ ենք նկարելու, այսպես թեք, այսպես, չգիտես ինչից է ուրախացել, եւ ներքևի շրթունքը։ Խոզուկը պատրաստ է ցանկապատից նայող, բայց խոզուկին պետք է այսպես պատկերներ նկարել, իբր շատ է կեղտոտվել ցեխերի մեջ։ Մի այլ գույնով կներկենք, այսպես։ Մարմնի վրա, այստեղ մի փոքրիկ եւ ոտքերից մեկի վրա, այստեղ։ Իսկ տախտակները ինչպես ենք հասկանալու, թե սրանք ցանկապատի տախտակներն են։ Երևի թե փայտե գալարաձև նախշեր անենք, այսպես, այսպես, Սա մեկ, պետք է մեխերով անպայման ամրացնել 1, 2, 1, 2, այստեղ էլ կարող է ցանկապատը մի քիչ պինդ լինի։ Մյուս տախտակն ենք գալարաձև նախշերով անելու, այսպես, ու այսպես շարունակ։ Տախտակները արդեն կարծես թե ամրացված են, մեխերն էլ պետք մեխել, դախ, մուրջ է հարկավոր, կամ կախարդական մատիտ։ Այստեղ մեկ մեխը կերևա, վերջ, մի փոքր անց կթողնենք փայտերի արանքում, իրարից մի քիչ հեռու, այստեղ էլ, լավ է, ված չէ, մեր հերոսին ընդգծենք, ներկենք, եթե քերին մեր ժամանակ կտա, հասցև մատիտով ընդգծում ենք, եթե ժամանակ կտա, ետևի մասում գուցե մեր խոզուկի տնակը նկարենք, այսպես, տեսեք ես ընդգծում եմ խոզուկին, այսպես, շատ լավ է, կարելի է ոտքերն են, մի փոքր, շատ հաշտ չէ ընդգծել, և վերևի տախտակը կընդգծեմ, շատ ապրեք դուք, քերին ասում է ներկելու ժամանակ ունենք, ես վերցնելու եմ մուկ և բաց վարդագույն մատիտները, ինչ ենք անելու, եթե ձեր լույսը սիրելի փոքրիկներ աչակողմյան մասից է, ուրեմն ձախակողմյան հատվածը բացի խալիկներից, դե կեղտերից, մուկ վարդագույն եմ ներկելու, նույնիսկ ոտքերը կկլորացնեմ այդպես, կճղակները ամբողջովին մուկ վարդագույն կներկեմ, դունչիկը, էլի ձախակողմյան հատվածը, քթանցքը մուկ, շատ մուկ վարդագույն, այսպես, ճակատային մասը, կոպերը այսպես կընդգծեմ, այսպես, ականջի խորքը մուկ վարդագույն կներկեմ, ապրեք դուք, աչակողմյան մասից ուղղակի կընդգծեմ, այստեղ էլ,
Ներքևի շրթունքը, ժպիտը եւ այլն։ Հիմա եկեք որպեսզի չխառնենք, խալիկները ինչ որ մի գույնով ներկենք, դե կամ մոխրագույն, կամ շագանակագույն, իբր ցեխոտվել է։ Բաց շագանակագույն կներկեմ, այսպես։ Սա մեկ, սա երկու։ Անպայման ընդգծեք, ես եթերային ժամանակը ճիշտ օգտագործելու համար առանց ընդգծելու եմ ներկում, եթե նկատում եք, սիրելի փոքրիկ բարեկամներ, բայց ընդգծեք պատկերից ձեր գունավոր մատիտով դուրս չգաք, տեսակ ես միտեղ դուրս եկա, գալի է ռետինե ջնջոցով անպայման մաքրել։ Այ հիմա բաց վարդագույն մատիտը վերցնում եմ, սպիտակ թողված հատվածները, այսպես, բաց վարդագույն եմ ներկելու։ Լիոցիկ է ստացվում, լավ հերոս է, այսպես դունչիկն էլ ավելի թույլ երանգով, ինչ-որ սպիտակ մասեր թողնելով, լավ է, վատ չէ, մուկ շագանակագույն մատիտը պետք է վերցնել և մուկ դեղինը, ուր է մուկ շագանակագույն մատիտը, ուր ես ահանա, տեսեք, գծիկները այսպես ընդգծելու եմ, ներքևի հատված ավելի մուկ եմ անելու, քան վերևի հատվածը։ Տախտակների գծիկները ընդգծված են, այ հիմա երանգավորելու եմ մուկ դեղին մատիտով, տախտակ ենք ստանալու, ցանկապատի տախտակն է, տեսեք, հեշտ, առանց շտապելու, ամենակարևորը, եթե նկատում եք քերի մուլտիկնիկը իր մատիտը զուգահեռ գծիկներով է տանում և այդպես են ներկում։ Սա էլ ցանկապատի տախտակները։ Հերվում կարող ենք բնություն նկարել և այլն։ Դա կթողնեմ որպես առաջադրանք։ Ետևում կարող եք խոզուկի տնակը նկարել, ինչ ցանկանում եք հենց դա էլ նկարեք։ Քերը ինչքան ժամանակ ունենք։ 4 րոպե կարող էի տնակ նկարել, բայց եկեք կապույտ մատիտով ուղղակի այսպես ես ընդգծեմ սպիտակ թղթիկից խոզուկին առանձնացնեմ։ Իսկ դուք հաղորդումից անմիջապես հետո գուցե նրա տնակը նկարեք կամ երևի թե ինչ որ մեկ այս խոզուկին պահում է գյուղացու խրճիթը նկարեք կամ ըստ ձեր մանկական երևակայության, ձեր մանկական երևակայությունը ինչքան թույլ կտա, այդքան կարող եք նկարել և ավարտել։ Այսպես ավարտեցինք և մեր Արսենի խնդրանքով նկարեցինք ցանկապատից, ինչպես է գրել, ցանկապատից նայող փնթի խոզուկը։ Բա, լավ, արևել կնկարեմ, այ այստեղ գոնե մի փոքրիկ արև կնկարեմ։ Այսպես, դեղինով էլ արևը կներկենք և կհամարենք աշխատանքը ավարտած։ Այսպես, շողերը, տեսնեք դեղինը կապույտի հետ խառնելով կանաչ է ստացվում։ Վերջ իմ լավ բարեկամներ, վերջ, դուչիկն էլ մի քիչ դեղնացրինք, կոպերը, շրթունքը, այ հիմա կարող ենք ասել մեր մշտական հեռուստադիտողներից մեկի փոքրիկ Արսենի խնդրանքով նկարեցինք ցանկապատից նայող փնթի խոզուկը այս գեղեցիկ նկարը։ Առաջադրանք էլ քերի մուլտիկնիկը դվեց ապաչի հետ միասին, ճիշտ է։ Ճիշտ է, բայց ինչ առաջադրանք։ Մրցույթ առաջադրանք։ Ապաչիները այսպեսի մի փոքրիկ մրցույթ են հայտարարում։ Ցանկապատից նայող փնթի խոզուկը վերնագրով հեքիաթ պատմություն եք հորինում մեկ էջի վրա թեկուս։ Նկարում եք այս նկարը, ետևի մասում հորինում եք ձեր մանկական երևակայության տնակներ, խրճիթներ, գուցե այնտեղ հավեր, սագեր եւ այլն։ Հորինում եք պատմություն, նկարի հետ միասին ուղարկում եք քերի մուլտիկնիկին։ Ձեր նամակում գրում եք ձեր մեծերից մեկի հեռախոսահամարը։ Որպեսզի դուք հաղթող ճանաչվեք, ապաչիները զանգահարեն ձեզ և հրավիրեն մեր տաղավար։ Կստանաք ապաչիների քաղցր ձողիկներից, թխվածքաբլիթներից և այլն։ Իսկ ձեր նամակները, նկարները, առաջադրանքները քերի մուլտիկնիկին հասնելու համար պետք է հիշեցնենք մեր ամփոփող հասցեն։ Քաղաք Երևան, այդպես գրում եք։ Ալի Խանյան եղբայրներ 2,
Կենտրոն հեռուստաընկերություն մուլտիկնիկ հաղորդմանը։ Սիրելի մեծեր, իսկ դուք բաժանորդագրվեք ձեր փոքրիկների համար մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Այնտեղ համես հաղորդումներ կգտնեք, հեքիաթ ներկայացումներ, համերգներ, մրցանակաբաշխություններ, վարպետանց դասեր, որ երբևիցե հեռուստաեթերով չի ցուցադրվել։ Այսօրվա համար այսքանը։ Այս տեսախցիկի ետևում գտնվող մեր բարի ժամապահքերին փնտի խոզուկը մուլտ աշխարհի բոլոր հերոսները, ապաչի ընկերությունը իր քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, արևածաղկի սերմերով, կրեկերներով, մարշմելոներով հանդերձ եւ քերի մուլտիկնիկը ձեզ հրաժեշտ են տալիս։ Եղեք բարի եւ աշխատասեր։ Հրաժեշտ ենք տալիս մինչ նոր հանդիպում, մինչ հաջորդ հաղորդում։ Տեսնենք հաջորդ հաղորդմանը ինչ նոր մուլտիպլիկացիոն հերոս ենք նկարելու։ Իսկ հիմա ալբուլդա Oh!